Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի ընթացքում ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց Թանգարան ինստիտուտի տնօրենը հեռանում է այդ պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով փետրվարի սկզբին Վենսին արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։ Այո, դրանից է բխում, որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչի լուծարում։ Ով ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բան է, ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս, սա պետություն է, հստակ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Եվ այդտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Ես կառավարության ղեկավարն եմ, այդ թվում ես եմ, այո։ Մի խումբ ցեղասպանագետներ բաց նամակով մտահոգություն են հայտնել Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու կապակցությամբ։ Ներկայացնելով Գզոյանի կատարած աշխատանքի արդյունքը, ցեղասպանագետները նշել են, որ պաշտոնից նրա հարկադիր ազատումը սարսափեցնող ազդակ է ամբողջ աշխարհի գիտնականների եւ պատմաբանների համար։ Սա ըստ նրանց ցույց է տալիս, որ որոշ դեպքերում հետաքննությունն ու ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։ Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենին վերականգնելու հարց չկա, ասել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները։ Ես Տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը եւ գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի, այդ թվում ցեղասպանության Թանգարան ինստիտուտում, եւ այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չի, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ եւ կառավարչական ոլորտում արկա խնդիրները պետք է լուծվեն անկախ նրանից, որ մեկը բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա գիրք է նվիրել, չպետք է գիրքը նվիրել։ Մենք խոսում ենք գործողությունը կներեք արտաքին քաղաքականությանը չի ում կողմից Փաշինյանը ասում է, ում կողմից, որը հանդիսանում է տնօրեն, ճիշտ է։ Հետևաբար կառավարման խնդիր է, ճիշտ է։ Եթե դուք մի բառը կապեք մյուսին, կհասկանաք նաև իմ նկարագրած խնդրի էությունը։ Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին եւ ընդհանրապես ինձ համար հարցը սպառված է, որովհետեւ եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, եւ այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը։ Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին իլուր աշխարհի հայտարարելով, թե Հայաստանում որևէ պետական պաշտոնյա այլևս իրավունք չունի Արցախի մասին անգամ ծպտուն հանելու կամ Արցախի պատմության մասին գրքեր նվիրելու։ Միջադեպը մեկնաբանում է պատմաբան Արմեն Այվազյանը։ Ըստ Փաշինյանի եւ նրա ԿՊ-ի հայերը եւ ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ավելի քիչ իրավունքներ եւ ավելի ցածր կարգավիճակ, քան թուրքերն ու ադրբեջանցիները։ Հայերը պետք է ստորադասվեն իրենց ցեղասպանների համեմատ։ Այն, ինչ թույլատրելի է թուրքերին ու ադրբեջանցիներին, պետք է արգելված լինի հայերին։ Այսպես Բաքուն եւ Անկարան իրավունք ունեն իրենց ժողովուրդներին եւ ամբողջ աշխարհին ներկայացնելու Հայաստանի պատմության, Արցախյան հիմնահարցի եւ հայ-ադրբեջանական հակամարտության մասին ամբողջովին կեղծված ու աղճատված իրենց պատմագրությունը։ Իսկ հայերը ոչ։ Հիշենք թեկուզ վերջին դեպքը, երբ Ալաշուքյուր Փաշազադեն Հռոմի Պապին գրքերի տեսքով ներկայացնում էր հայոց պատմության եւ հայոց եկեղեցու պատմության 100%-անոց խեղաթյուրումներ։ Պատմաբանի համար պարզ է նաև, որ պետությունը չի ֆինանսավորելու Արցախի պատմությանը, մշակույթին եւ հայոց ազատամարտերին նվիրված գիտական ու գեղարվեստական գրականությունը, նաև այդ թեմաներով մշակութային միջոցառումները, թանգարանային ցուցադրություններն ու հուշարձանաշինությունը։ Բաքվին եւ Անկարային կարելի է ոչնչացնել հայոց պատմական ու մշակութային հուշարձանները, պղծել մեր սրբությունները, իսկ Հայաստանին չի կարելի բողոքել այդ ամենի դեմ։ ԿՊ-ի իշխանության վերարտադրման դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում դառնալու են տեր ու տիրակալ, ինչպես Օսմանյան
կայսրությունում էր եւ այսօրվա Թուրքիայում է, իսկ հայերին արգելվելու է բողոքել ու ազգային իրավունքներից խոսել։ Հայաստանի հայերին ցանկանում են իջեցնել պորսահայերի մակարդակին, վախվորած սուսուփուս ապրելուն եւ ազգային արժանապատվության շարունակական ստորացումները հանդուրժելուն։ Փաստորեն ձևավորվում է քաղաքական իրավական անհավասարության ռեժիմ, երբ երկրի տիտղոսակիր ազգը սեփական պետության ներսում դրվում է ավելի ստորադաս վիճակի մեջ, քան արտաքին թշնամական պետությունների քաղաքացիները։ Հայոց պատմության արցախյան հատվածի մասին գրքերի արգելքից Փաշինյանն ու ՔՊ-ն անցնելու են նաև հայոց ցեղասպանության պատմության կեղծմանը, թեև այդ գործից հրցամը նրանք արդեն տվել են օտար ղեկավարության բավական է հիշել միլիոնավոր հայ նահատակների անունները գտնելու մասին Անդրանիկ Քոչարյանի թուրքածին շեղող գաղափարը, իսկ Եվրախորհրդանի բուռն ծափահարությունների ներքո Փաշինյանը Հայաստանում դնում է թուրքադրբեջանական ապարտեիդի եւ ֆաշիզմի հիմքերը։ Հայերի ճակատագիրը Հայաստանում սկսելու է նմանվել պաղեստինցիների ճակատագրին Գազայում, ամփոփել է Այվազյանը։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։